Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ես Ալեքսանդր Սահակյանն եմ, իմ դիմաց նստած է Հայկ Արամյանը եւ ինչպես նախկինում ներկայացել ենք, մենք Զարկ կուսակցության նախաձեռնող խմբից ենք։ Ուրախ ենք հայտնելու, որ սկսելու ենք թողարկումների շարք նվիրված հասարակական քաղաքական տարբեր հարցերի եւ խնդիրների։ Քաղաքական դաշտում արկա լարվածությունը, ճգնաժամը ակնհայտ է բոլորիդ համար եւ այն մեր գնահատմամբ միտում ունի ել ավելի սրվելու պայմանավորված 2026 թվականի ընտրություններով։ Քաղաքական ողջ երկխոսությունը համեմված է փոխադարձ մեղադրանքներով եւ սպառնալիքներով, եւ որ ամենակարևորն է, կողմերը նաեւ սպառնում են միմյանց վրեժխնդիր լինել։ Գործող իշխանությունը նախկին իշխանությանը մեղադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մսխելու, թալանելու մեջ, իսկ նախկին իշխանությունները ներկա իշխանությանը մեղադրում են բանակցությունները ձախողելու, Արցախի հարցում անհաջողություններ կրելու, ինչպես նաև ներկա փուլում խաղաղության գործընթացում կամ խաղաղության պայմանագրի շրջանակներում շատ պասիվ կամ կրավորական կեցվածք ունենալու մեջ։ Մենք գաղափարակից ընկերներով որոշել ենք քաղաքական հայտ ներկայացնել եւ շատ կարեւորում ենք երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական process-ներին։ Ինչու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը, հենց հանրապետություն բառը հուշում է, որ պետական կառավարման մեջ հանրությունը պետք է ակտիվ ներգրավվածություն ունենա, իսկ մենք շատ կարեւորում ենք այստեղ երիտասարդների ներգրավվածությունը։ Հայկ ջան, խնդրեմ ներկայացնես, թե ինչպես մեզ մոտ ղացավ այդ գաղափարը քաղաքական հայտ ներկայացնել եւ հենց այս ֆորմատով։ Շնորհակալություն Ալեքսանդր, քո հարցին պատասխանելու համար ես պետք է հետ գնամ 2021 թվական, երբ կար կոնկրետ իրավիճակ, հետպատերազմական, լարված ներքաղաքական իրավիճակ եւ այդ պայմաններում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Թվում էր, թե խորհրդարանական ընտրությունները կհանգուցալուծեն արկա լարված ներքաղաքական իրավիճակը եւ հետ այսու արդեն կթեւակոխենք ավելի հանգիստ ներքաղաքական իրավիճակ ունենալով պայմանական ասած աշխատանքային փուլ, քաղաքական ուժերը կլծվեն արդեն ամեն մեկը իր դիրքում երկրի զարգացման այդ առաքելությանը, ասել է թե ընդդիմությունը կհակակշռի իշխանությանը, իշխանությունը կիրականացնի կառավարումը, իսկ կունենանք դասական քաղաքական իրավիճակ։ Այո, դասական քաղաքական իրավիճակ, որտեղ առանց նման խմորումների ինչ որ այսօր արկա է։ Ընդդիմությունը կփորձի իր ունեցած հնարավորությունների նաև խորհրդարանական գործիքակազմերի օգտագործման միջոցով հակակշռել իշխանությանը եւ այստեղ կունենանք դասական քաղաքական, ինչպես նշեցիր, իրավիճակ, սակայն մենք տեսանք, որ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո իշխանությանը նորից գրեթե անմիջապես հետո ես հիմա կոնկրետ ժամկետներ չեմ հիշի, բայց ես կարող եմ նշել, որ դա խորհրդարանական արտահերթ ընտրություններից գրեթե անմիջապես հետո էր, երբ նորից սկսվեց փողոցային պայքար իշխանության հեռացման օրակարգով եւ այս օրակարգը կարելի ասել արդիական է մինչ օրս։ Այսինքն այս ընթացքում 4 տարի է անցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից, ունենք իրավիճակ, որ գույները գնալով խտանում են նույնիսկ։ Եվ գույներն են խտանում, եւ ունենք իրավիճակ, երբ խորհրդարանական ընդդիմությունը մի քանի բացառություններով հիմնականում կենտրոնացած է իշխանափոխության օրակարգի վրա, այսինքն երբ քո կենտրոնացումը իշխանափոխության վրա է, դու ավելի քիչ ուժեր ես կենտրոնացնում ուժին, իշխող ուժին հակակշռելու ուղղությամբ։ Այո։ Իսկ առողջ քննադատություն, այո, առողջ քննադատություն, այլընտրանքային ծրագրեր, որոնք ներկայացնելով դու նաև հանրությանը կփորձես ապացուցել եւ նաև իշխող ուժին կփորձես համոզել քո տեսակետների իրավացիության մեջ եւ մատնանշելով սխալները։ Այո, մատնանշելով սխալները, ցույց տալով ավելի արդյունավետ ճանապարհները, այս ճանապարհով կփորձես ներգրավել նաև ինչ որ չափով հանրային կառավարմանը եւ կփորձես նաև օգտակար լինել։
Այս իմաստով շատ կարևոր կլիներ, ես կարծում եմ, իշխանությանը հակակշռելը, քանի որ առանց հակակշիռների իշխանությունը կարծում եմ կհամաձայնվես պակաս արդյունավետ է, քան այն իշխանությունը, ով իր թիկունքում զգում է ուրեմն ընդդիմության շնչառությունը, այսինքն ավելի զգոն է, միանշանակ ավելի արդյունավետությունն է դրանից շահում եւ մեծ իմաստով բոլորս ենք դրանից շահում այս քաղաքական համակարգի արդյունավետ այս գործունեության պարագայում, բայց մենք ցավոք սրտի 4 տարի է անցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մենք այս հնարավորությունը բաց թողեցինք այս 4 տարվա համար։ Այս հնարավորությունը բաց թողեցինք եւ գալով քո բուն հարցին, մենք ինչ ենք ուզում անել, ինչ ենք ուզում փոխել այս համատեքստում, ես կարծում եմ մենք պետք է փորձենք ստեղծել, ձևավորել այնպիսի այլընտրանք, որը ծրագրերի, տեսակետների ներկայացման միջոցով կփորձի ձևավորել իրական այլընտրանք իշխանությանը, որի հնարավորությունը ես կարծում եմ նաև ընդդիմությունը ուներ եւ խորհրդարանական մասնավորապես ընդդիմության մասին է խոսքը, որը իմ կարծիքով չնչին բացառություններով ես իհարկե հետևելով խորհրդարանական նաև ընդդիմության գործունեությանը եւ նաև ժամանակի հնարավորության դեպքում նաև հետևել եմ գլխադասային հանձնաժողովներում քննարկումներին, հետևել եմ նաև լիագումար նիստերի ընթացքին, ես իհարկե կարող եմ նշել որոշ պատգամավորներ, ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն նաև փորձել են որոշակի խնդիրներին անդրադառնալ, ակտիվ քննարկել իշխանության բերած օրենսդրական նախաձեռնությունները, բայց մեծ իմաստով ես կարծում եմ ընդհանուր հավաքական ընդդիմությունը այս ընթացքում զբաղված է եղել, կենտրոնացած է եղել իշխանափոխության օրակարգի վրա, բաց թողնելով իր հակակշռելու, այսպես խորհրդարանական մեխանիզմը կիրառելու հնարավորությունը։ Եթե ամփոփ ասենք, Հայկ ջան, այսինքն քաղաքական դաշտը ըստ մեզ կարիք ունի նոր եւ երիտասարդ քաղաքական ուժի, որը ավելի շատ կանդրադառնա ոչ թե բուն խնդիրներին եւ միայն դրանց վերհանմանը, այլև դրանց ուսումնասիրմանը, գնահատմանը եւ դրանց լուծումների առաջարկմանը։ Սա շատ կարևոր է։ Ես կուզեի մի բան էլ շեշտել։ Մեր կարևոր սկզբունքներից է նաև այն, որ ապագա կուսակցությունը հիմնված է լինելու հիմնականում երիտասարդ մասնագետների վրա, ինչու է երիտասարդությունը այստեղ շեշտվում անդադ։ Շարժիչ ուժը բոլոր հասարակություններում երիտասարդներն են, դա ինչ որ նորություն չէ, որ պետք է ասեմ։ Եվ ինչու է հիմա այս ժամանակաշրջանում դա շատ կարևորվում։ Մարդկության պատմության զարգացման այս վերջին 20-30 տարին տեղի ունեցել շատ մեծ արագությամբ եւ ակսելերացիայով, արագացումով ավելանալու է այդ զարգացումը, եթե համեմատենք նախկին այդ երկարամյա հազարավոր տարիների պատմության հետ, այս վերջին տարիները այդ զարգացումը եղել է շատ կտրուկ եւ արագացումով մեծանալու է։ Եթե պայմանական 1000 բալանի սանդղակով ասենք, վերջին 999 կարելի է վերագրել վերջին տարիներին։ Ինչու է սա կարևոր։ Երիտասարդներն են, որ կրում են այս ամբողջ նորարարությունները, այսինքն պատրաստ են նորարարություններ մտցնել քաղաքականության մեջ, քանի որ քաղաքական հիմնական դերակատարները ներկայիս նախորդ դարի կեսերի ծնված մարդիկ են, մենք կարծում ենք, որ երիտասարդ եւ լավ պատրաստված մասնագետները կարող են իրական փոփոխություններ բերել երկրի զարգացման գործում։ Այո, միանգամայն իրավացի ես, Ալեքսանդր, եւ շարունակելով նաեւ քո միտքը եւ անդրադառնալով նաեւ մեզ, ուզում եմ հատուկ շեշտել, որ մեզ համար նաեւ կապելով նախորդ մեր քննարկած հարցի հետ, մեզ համար շատ կարեւոր է, որ մեր հայտը լինի բովանդակալից, մենք բովանդակության վրա պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետեւ իրականում իմ կարծիքով հասարակությունը այսօր կարիք ունի ոչ թե փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների, հիմա մենք դրան էլ կանդրադառնանք, դա մեր սկզբունքների մեջ է, որ պետք է բացառենք այս ամենը, ոչ թե կարիք ունի այս ներքաղաքական միմյանց ակտիվ վիրավորանքների կամ մեղադրանքների այս ուրեմն շքերթին, այլ իրականում հասարակությունը, հանրությունը կարիք ունի իմ կարծիքով ձևավորել քաղաքական դաշտում մի այլընտրանք, որտեղ կշեշտադրվի ծրագիրը, որտեղ կշեշտադրվի բովանդակությունը, որտեղ կշեշտադրվի, այո,
ունակ մարդկանց կողմից գեներացված եւ քաղաքական միտքը եւ կոնկրետ ոլորտներում քաղաքականության մշակման հետ կապված առաջարկները եւ այս առումով մենք այդ հայտը փորձում ենք պատշաճ ձևով նախապատրաստել եւ ընդհանրապես ես կարծում եմ Ալեքսանդր յուրաքանչյուր քաղաքական հավակնություն ունեցող ուժ պետք է իր համար կարծում եմ երկու հարցի պատասխանի։ Առաջինը արդյոք ինքը ունի բավարար չափով կիրթ գրագետ մասնագետների այս խումբը, որը ունակ կլինի իշխանության գալու պարագայում պատշաճ պատասխանատվությամբ ստանձնել այդ առաքելությունը եւ հաջորդ հարցը արդյոք կա բավարար պատկերացում այն աշխատանքի, այն ոլորտների վերաբերյալ, որը այդ քաղաքական ուժը հայտ է ներկայացնում զարգացնել առաջիկա տարիների ընթացքում։ Այս երկու հարցերի պատասխանը ունենալու պարագայում ես կարծում եմ եւ դրական պատասխանը բնականաբար ունենալու պարագայում ես կարծում եմ քաղաքական ուժը կարող է այդ հայտը քաղաքական ձևակերպել 100 պատշաճ, ինչպես ասում են։ Հակ ջան, շատ կարևոր էր, որ նշեցինք փոխադարձ վիրավորանքներից, մեղադրանքներից խուսափելը, ինչու, որովհետև եթե կա առողջ քննադատություն, կա առողջ միտք, ապա այստեղ զրոյացվում է ցանկացած հայհոյանք, ցանկացած վիրավորանք, սա շատ կարևոր է եւ մենք ուզում եմ նորից նշել, որ այս սկզբունքը որդեգրել ենք եւ սա ինքնանպատակ չէ, հասարակական կենցաղային կյանքում նույնպես այդպես է, երբ մարդը բանավեճի կամ ցանկացած վեճի ժամանակ օգտագործում է նման բառամթերք կամ նման գործելավոճ, դա ցույց է տալիս, որ չկա բավարար պատրաստվածություն եւ չկա առողջ միտք։ Սա եւս շատ կարեւոր է, որ մենք շեշտենք։ Ես կուզեի նաեւ խոսենք, թե ինչու է կարեւոր հենց ոլորտային մասնագետների ներգրավվածությունը եւ ինչպես ենք մենք պատկերացնում այս մասնագիտական խմբերի, որոնք կուսակցության ներսում կարող են ձևավորել առանձին բջիջներ, մասնագիտական, ինչու է նրանց արկայությունը շատ կարևոր պետության զարգացման հետագայում, եթե իշխանություն ստանձնենք պետության զարգացման համար։ Ալեքսանդր, շատ կարևոր շեշտադրումներ արեցիր։ Իհարկե, անդրադառնալով քո նախորդ մտքին, հարգանքի փոխադարձ արկայությանը ես ուզում եմ նշել, որ փոխադարձ հարգալից ուրեմն տոնը միմյանց հետ շփումներում քաղաքական ուժերի կարևոր է նաև ավելորդ լարվածություն չգեներացնելու տեսանկյունից, որովհետև վիրավորական խոսույթը ինչպես միշտ ծնում է հակազդեցություն, իսկ այդ հակազդեցությունը եւ այդ փոխադարձ վիրավորանքը, ինչպես մենք նկատում ենք, ահագնանալու միտումներ ունի եւ քանի մենք մոտենում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այդքան այդ վտանգը ավելի է մեծանալու եւ հղի ամենատարբեր զարգացումներով, անցանկալի հեռանկարներով, որը իհարկե պետք է բացառել։ Ինչպես բռնությունն է ծնում բռնություն, հետեւաբար նաեւ այս տեսակ խոսույթը, վիրավորանքը, ատելությունը ծնում է հակազդեցություն միանշանակ։ Եվ ամեն ինչ պետք է արվի, կարծում եմ, որ այսպիսի զարգացումները կանխվեն, իսկ դա հնարավոր է անել նաև հարգալից տոնը պահելով միմյանց նկատմամբ, այդ խոսույթին ուշադրություն դարձնելով եւ նաև անդրադառնալով քո հարցին կապված մասնագետների հետ։ Մենք ի սկզբանե, եթե կհիշես, մեր ամենաառաջի քննարկումների ժամանակ այս կուսակցության ստեղծման գաղափարի հետ կապված են առաջի քննարկումների ժամանակ էլ շատ կարևորել ենք ոլորտային մասնագետների առկայությունը, որովհետև պետք է փաստել, որ ցանկացած process-ի ժամանակ առավել եւս եթե դա քաղաքականությանն է վերաբերվում, եթե ցանկանում ես ոլորտում իրականացնել բարեփոխում կամ այդպիսի քաղաքական հայտ ներկայացնել, որը ենթադրում է իշխանության գալ եւ որևէ փոփոխություն իրականացնել, դու պետք է հենվես առաջին հերթին մասնագետների վրա։ Մասնագետներն են, որ
կարող են ունեն փորձ, կարող են տրամադրել այն անհրաժեշտ խորհրդատվությունը, որի վրա հենվելով ցանկացած քաղաքական գործիչ կամ որոշում կայացնող անձ կարողանա որոշակի գործընթացներ ծրագրել եւ հասցնել իր տրամաբանական ավարտին։ Իհարկե, հռետորությունը քաղաքականության մեջ շատ կարևոր է, քաղաքական խոսքը շատ կարևոր է, բայց դա ընդհանրապես մի կոմպոնենտն է քաղաքականության։ Դրան զուգահեռ պետք է լինի լուրջ մասնագիտական աշխատանք, որի վրա մենք հիմա կենտրոնացել ենք։ Մենք կենտրոնացել ենք մասնագետների ներգրավման վրա եւ ցանկացած առիթ, դու գիտես, մենք բաց չենք թողնում այդ մասին խոսելու, այդ կոչը մեզ միանալու, հնչեցնելու համար եւ նաեւ այս առիթը կարծում եմ կարելի է օգտագործել մեզ լսող անձանց, մեզ հետևողներին կոչ անել միանալ մեզ։ Մենք նաեւ մի շատ կարեւոր բանի մասին երևի պետք է այս համատեքստում խոսել, մեզ նկատած կլինես երևի, մեր Facebook-յան էջում նաեւ հարցեր են ուղղում կապված մեր, այսպես ասած, հովանավորների արկայության, թե մենք մեզով է օգնում, մեզով է օժանդակում եւ սրա հետ կապված էլ կարծում եմ մենք պետք է լավ առիթ է արձագանքենք եւ ասենք, որ սիրելի հայրենակիցներ, մեզ որևէ մեկը չի օգնում, դա մեր սկզբունքներից մեկն է, որ մենք պետք է գործենք բացարձակ անկախ, իսկ օգնություն նշանակում է որոշակի նաեւ ակնկալիք, եթե ոչ այսօր, ապա վաղը մենք բացառել ենք ի սկզբանե այսպիսի հնարավորությունը։ Հետևաբար մենք պետք է ասենք մեր սիրելի հետևորդներին, մեր հայրենակիցներին, որ մենք որևէ մեկի օգնությամբ չենք գործում, մենք ամբողջապես ֆինանսավորվում ենք ինքներս ինքնաֆինանսավորմամբ, ինքներս ենք մեզ ֆինանսավորում, այսպես ասած, եթե կարելի է այսպես ձևակերպել, չենք ակնկալում որևէ կողմնակի օժանդակություն։ Կարող են լինել իհարկե տարբեր անհատների նվիրատվություններ, որը նորմալ process է։ Այո, բայց դա որևէ կերպ պետք է այնպես կազմակերպվի, որ որևէ կերպ թեկուզ տեսականորեն չկաշկանդի մեզ մեր գործունեության մեջ, որովհետև այո, իհարկե մեզ հետևողների օգնությունը մեզ կամ մեր համակիրների օգնությունը մեզ չի կարող համարվել մեզ կաշկանդող հանգամանք, հետևաբար սա այս կոնտեքստում չի, որ տեղավորվում է, մենք խոսում ենք այն մասին, որ չպետք է մեզ օգնի մի սուբյեկտ, որը մեզնից պետք է հետո ունենա որոշակի ակնկալիք կամ թեկուզ տեսական ակնկալիք։ Մենք սա ի սկզբանե բացառել ենք, սա շատ կարևոր հանգամանք է մեր անկախությունը ընդգծելու եւ երաշխավորելու համար, եւ սա միանշանակ մենք ուզում ենք արձանագրել, քանի որ իրոք կային նմանատիպ հարցեր եւ քիչ չէին այդ հարցերը։ Ինչպես նշեցիր, մեր Facebook-յան էջը հիմնական հարցերը, որոնք մեզ տրվել են, եղել են մոտավորապես այդ բնույթի, թե ովքեր են, ով է ֆինանսավորում, ովքեր են ղեկավարները, բնականաբար մարդիկ երբեմն թյուր պատկերացումներ ունեն, դա կապված է ընդհանուր քաղաքական մթնոլորտի հետ, քաղաքական դաշտը ընդհանուր առմամբ դեմոնիզացված է եւ ինչպես նշեցինք, սա միտում ունի ավելի սրվելու, նորմալ է եւ մենք պատրաստակամ ենք պատասխանել ցանկացած հարցի։ Ես հավելեմ Հայկի ասացին, որ մենք որդեգրել ենք բացարձակ անկախ գործունեություն, ինչը ենթադրում է, որ շարժվելու ենք միայն ինքնաֆինանսավորմամբ։ Անկախությունը ինքնին բացարձակ արժեք է, քաղաքականության մեջ այն նույնպես շատ կարևոր է անկախ գործելը, որովհետև անկախ գործելով միայն դու կարող ես իրագործել քո գաղափարները եւ նպատակները առանց կողմնակի ազդեցությունների։ Միանշանակ, Ալեքսանդր, եւ մենք շատ ենք այս թեմայի շուրջ խոսել եւ մենք կարծում ենք, որ միակ ճանապարհը հաջողություն արձանագրելու այս իրավիճակում քաղաքականության մեջ հենց անկախությունն է, որովհետեւ ինչ որ մեկի կողմից հովանավորվելու կամ որևէ այլ պարագայում անկախ չգործելու որևէ այլ պարագայում քաղաքական ուժը մեր կարծիքով, մեր գնահատմամբ չունի հաջողության հասնելու հնարավորություն մի պարզ պատճառով, որովհետև դա երկար ժամանակ
այսպես ծածուկ պայել հնարավոր չի, դա մի օր բացահայտվելու, իսկ բացահայտվելու պարագայում արդեն բազմաթիվ հարցեր են առաջանում այդպիսի հնարավոր ուժի վերաբերյալ եւ կարծում եմ կհամաձայնվես այդ ուժի հեղինակությունն էլ համապատասխանաբար հնարավորություն չի տալիս որևէ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացներում։ Սա կարծում եմ գաղտնիք չի, որ մենք հիմա բացահայտում ենք, հետեւաբար մենք ի սկզբանե համոզված ենք եղել, որ հաջողության հասնելու, քաղաքականության մեջ ազդեցություն ունենալու միակ հնարավորությունը անկախ գործելու այս ուրեմն գործելավոճի մեջ է եւ այս սկզբունքը պահելու մեջ է, որը մենք միանշանակ պահելու ենք մեր հետևորդները եւ մեր սիրելի հայրենակիցները սրանում միանշանակ կարող են համոզված լինել։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք ուշադրության համար։ Եթե կիսում եք մեր տեսակետները, խնդրում ենք տարածել մեր տեսանյութը, հավանել նաև մեր սոցիալական էջերը։ Լավ եղեք, ցտեսություն։